Մի հատ թեմայի շուրջ եմ ուզում խոսեմ ժողովուրդ, որը հենց անմիջապես կախված է մեքենայի անվտանգության հետ։ Ասենք բոլոր մեքենաները ունեն բլոկներ, սեմ բլոկներ կամ ինչպես ձեր տան մեջ ասենք ասվում է ապահովիչների բլոկ, որտեղ այդ բլոկի մեջից բաժանվում է ամբողջ տան հոսանքը։ Հիմա մեքենան էլ ունի նման բլոկներ, ասենք սեմ բլոկ է կոչվում, ապահովիչների բլոկ է կոչվում, ոնց կհամարեք, ասենք դիմացը կապոտի տակ ունի և վարորդի կողմը և պասաժիրի կողմը, հետևն էլ մերսեդեսների մոտ մի քանի տեղ է լինում, սիձելնիկի տակ է լինում, այս կովրիկի տակ է լինում, բագաժնիկի մեջ է լինում երկու կողմերից։ Հիմա այս բլոկները ինչի համար են նախատեսված ապահովիչների։ Հիմնականում ինչ է անում դա։ Դա բաժանում է հոսանքը ամբողջ մեքենայի մեջ և բլոկների մեջ ապահովիչներ կան դրած տեղադրված։ Հոսանքը մտավ ապահովիչի մեջ, ապահովիչից դուրս եկավ, հոսանքը մտավ ապահովիչի մեջ, դուրս եկավ, ամբողջ մեքենայի սնուցումը կատարվում է ապահովիչների միջոցով։ Ինչի համար, որ ասենք եթե միտեղ մի հատ կարոտկի զամիկանի լինի, այս ապահովիչը պետք է գցի և չշարունակվի, որ մեքենան բաժար չընկնի։ Հիմա մարդ է եկել ինձ մոտ, իմ տարիքի մարդ է, ասում է կնոպկաների մեջ խնդիր կա, որ ասենք հիմա դաժե չեմ էլ հիշում, ասենք ինչի մասին էր խոսքը, որովհետև այնտեղ փեչի հետ էր կապված, թե դռան լուսամուտի հետ էր կապված, չեմ հիշում, էական չի դա։ Ուղղակի ինչա բացատրում մարդը, որ պլատան, որտեղ որ այդ կնոպկաներն են, ասենք այս կնոպկաներն են, կնոպկաները սեղմելուց իր տակի այդ շինան, որ հոսանքը սեղմելուց պետք է հաղորդի դեպի գնա, ասենք կամ վենտիլատոր, չգիտեմ, կամ պատուհան բարձրացնի, իջացնի, այս շինան կտրվել է, մի քանի տարի առաջ կտրվել է, մարդը տարել է էլի սարքել են, հիմա նորից էլի կտրվել է մեկ ուրիշ կնոպկային։ Հիմա հարց է առաջանում, այս շինան ինչի համար է կտրվել, մեկը կարա բացատրի ու պատասխանը տա սրա։ Ինչի, եթե կա ապահովիչ, ապահովիչը մինչև սրա կտրվել է, ապահովիչը պետք է գցեր։ Հիմա մարդը ասում է բերեմ քանդի կպցրա, որովհետև վստահում եմ քեզ։ Ոչ, չեմ անի նման բան, որովհետև եթե այստեղ խնդիր կա, կամ վերջնակետում, որտեղ վենտիլատոր է միանում, դրան պատուհան է հելնում իջնում, ինչ որ մի ֆունկցիա կատարող վերջնակետում, եթե խնդիր կա, այս ապահովիչը պարտավոր է գցել։ Եթե չի գցում, շինա է կտրվում, ուրեմն այստեղ ինչ որ մեկը մի հատ փինաչիություն է արել, բարձր ապահովիչ է դրել, պրովուդ է փաթաթել դրել։ Հիմա բերում ես, ես այս բլոկը քանդեցի, այդ շինան վերանորոգեցի, հավաքեցի, գնացիր մեքենատ բաժար ընկավ։ Եվ ով է մեղավոր։ Պարզա ես, որովհետև նման բան չեն անում։ Շինա է կտրվել, պատճառը գտեք, այս պատճառը խի է կտրվել այս շինան իր ամբողջ այդ դիմադրությունով համապատասխանացրած է այս ապահովիչների դիմադրությանը, որ եթե այստեղ խնդիր առաջանա, տաքանա, ինքը ապահովիչ գցի ու չշարունակվի մեքենան բաժար չընկնի։ Վերջապես պետք է մերոնք հասկանան, թե չէ, որ չի կարելի մեքենայի մեջ որևէ փոփոխություն մտցնել։ Այս ամբողջ բլոկների մեջ կրկնակի եռակի պլատաներ է դրած, պլատաների մեջ այդ նույն շինաներն են, որոնք համապատասխանացված այս ապահովիչների դիմադրությանը շինաներ են, այսինքն չի կարա լինի ստե 5 ամպերանոց կամ 10 ամպերանոց կամ 7.5 ամպերանոց ապահովիչ ստե կարոտքի տա, շինա կտրվի, հալվի, այս շինան կտրվի, բայց այս ապահովիչը չգցի, բացառվում է նման բան։ Ուրեմն ստե 5-ի տեղը դրել են 20, 10-ի տեղը դրել են 30, վերջապես հասկացեք, չի կարելի, ձևափոխություններ մի արեք, եթե այստեղ խնդիր կա, այս վերցրեք, շպրտեք, նորը դրեք, բեու դրեք, չգիտեմ, մի բան դրեք,
Եվ հետևեք, որ ապահովիչները իր նոմինալներով դրած լինի։ Մեռանք բացատրելով, որ մեքենան հրդեհվում է, բաժար անգնում հենց նրանից, որովհետև այսպես փինաչիություններ են անում, տանում ասում լավ էլեկտրոնշիկ էր, տարա էսի վերականգնեց, եղբայր, էսի չի կարա հալվի, կտրվի, եթե այստեղ խնդիր չունենաս դու, կամ այս վերջնակետում խնդիր չունենաս։ Մի արեք նման բաներ։ Ես իմ գումարի համար չեմ վերցնում նման բաներ անում։ Ասում եմ չեմ անում, ով մարդուն ճանապարհում եմ։ Բացատրելուց հետո իհարկե բացատրում եմ, չի կարելի, մարդը չի հասկանում, ասում եմ հաջողություն։ Լավ եղեք, բայց սենց բաներ մի արեք։